Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Հաղորդումը սկսեմ մեր հայրենակցի մասին ժամանակի ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի նախագահ անվանի գիտնական Վավիլովի հետևյալ խոսքերով։ Նրա աշխատությունները հիմնված Լեոնարդո դա Վինչի ձեռագրերի, գծանկարների եւ գրականության վրա նոր էջ են բացում տեխնիկայի պատմության մեջ։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդում նվիրված է 12 լեզվի տիրապետող ստորջրյա հնագիտության հիմնադիր Ռուբեն Օրբելուն։ Մեր հաղորդման հյուրերն են Օրբել եղբայրների տուն թանգարանի հիմնադիր Գերասիմ Մկրտչյանը եւ Այասովային հետազոտությունների ակումբի նախագահ Կիլիկիայի նավապետ Կարեն Բալայանը։ Բարի գալուս հարգելի բարեկամներ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Իսկ այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Ռուբեն Օրբելու կյանքին եւ գործունեությանը եւ շարունակենք մեր հաղորդումը։ ԽՍՀՄ-ում ստորջրյա հնագիտության հիմնադիր Ռուբեն Օրբելին ծնվել է 1880 թվականի ապրիլի 23-ին Նախիջևանում, ազնվականի ընտանիքում։ Լևոն եւ Հովսեփ Օրբելիների ավագ եղբայրն է։ 1899 թվականին ոսկե մեդալով ավարտել է Թիֆլիսի 3-րդ արական գիմնազիան։ 1904 թվականին Պետերբուրգի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ապա դասավանդել։ 1905 թվականին Յենայի եւ Բոննի համալսարաններում կատարելագործվել է իրավաբանության բնագավառում։ 1906 թվականին ընտրվել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ընկերության անդամ, աշխատել պետական սենատում հանձնաժողովի ավագ քարտուղար։ 1918 թվականից աշխատել է Տամբովի համալսարանում։ 1921 թվականից Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գրադարանում։ Տիրապետել է 12 լեզվի։ 1934 թվականից ղեկավարել է ԽՍՀՄ ծովերում եւ գետերում ստորջրյա աշխատանքների հատուկ նշանակության արժավախումբը։ 1937-ից 40 թվականներին Սև ծովում կատարել է ստորջրյա հնագիտական պեղումներ։ 1937 թվականին Բուկ գետից դուրս է բերել 3000 ամյա նավակ։ Մահացել է 1943 թվականի մայիսի 9-ին։ Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը։ Ապացուցել է, որ Լեոնարդո դա Վինչին եղել է Հայաստանում։ Հիմնել է գիտության նոր ճյուղ՝ հիդրոհնագիտություն։ Ռուբեն Օրբելին իրավունքի դոկտոր է, հեղինակ է իրավաբանական եւ հիդրոհնագիտության վերաբերյալ աշխատությունների։ Ռուսաստանում հիմնվել է նրա անվան ջրասուզակային գործի զարգացման եւ պատմության ուսումնասիրման ընկերություն։ Ծաղկաձորում գործում է Օրբելի եղբայրների տուն-թանգարան, որտեղ էլ տեղադրված է հուշարձան։ Պարոն Մկրտչյան, կարծես թե տեսակ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, երբ ասում ենք Օրբելի եղբայրներ, հասկանում ենք Հովսեփին եւ Լևոնին։ Եվ կարծես թե Միջնեկ եւ Կրտսեր եղբայրը, երկու եղբայրները իրենց ավագ եղբայրը Ռուբենին ստվերել են, կամ բոլոր դեպքերում Ռուբեն Օրբելին մեր հանրությանը այնքան էլ ծանոթ չէ։ Մինչդեռ ասեցի արդեն 12 լեզու է տիրապետել, ստորջրյա հնագիտության հիմնադիր է համարվում եւ տարօրինակ առաջնացից կյանք է ունեցել։ Իրավաբանության դոկտոր էր, իրավաբան պետական դատական պաշտոնյա, բայց այդ ամենը մի կողմ թողեց եւ զբաղվեց իրավաբանության հետ բացարձակապես ոչ մի կապ չունեցող մի նոր ուղղությամբ։ Անկեղծ ասած, մի փոքր փորձել ենք շտկել այդ բացը մեր թանգարանի միջոցով եւ այս տարիների մեր ուսումնասիրության արդյունքում այն նյութերը, փաստերը, որ մենք ձեռք բերեցինք եւ փորձում ենք այսօր հանրության ներկայացնել։ Թանգարանին առանձին կանդրադառնանք Օրբելու փորձեմ բացատրել, թե ինչու այդպես ստացվեց։ Ռուբեն Օրբելին գերազանցությամբ ավարտելով գիմնազիան մեկնում է Պետերբուրգ, ընդունվում համալսարանի իրավաբանության ֆակուլտետը։ Անկեղծ ասած դա իր սրտով չէր։ Դա հորդորներով ինքը ընդունվեց եւ դեռ մեկ ամիս էլ չէր սովորել, երբ հորը գրեց. «Հայր, սա ինչ գիտություն է, ոչ մի ճշմարտություն չկա, բոլոր դրույթները հակասում են իրար»։ Հայրը պատասխանում է. «Որդիս, դու ոչինչ մի քիչ ես շարունակի ուսումնասիրել, դու կհասնես այդ ճշմարտությանը»։ Սակայն մենք տեսնում ենք, որ այդպես էլ իր համար իրավաբանությունը չդարձավ սիրված թեմա առարկա։ Բայց այն հանդերձ նա դասավանդեց համալսարանում քաղաքացիական իրավունք, դեռ ավելին 1911 թվականից էլ շարունակեց աշխատել Ցարական սենատում, Վճռաբեկ հանձնաժողովում։ Սակայն գիտնականի ի վերուստ տրված այն ձգտումը, տաղանդը, որ նրան տրված էր, նրան թույլ չէր տալիս հանգիստ նստել։
Եվ պիտի մի փաստ բացահայտեմ, որ այսինքն եւ դա էլ ծառայել է երևի նրան, որ նրա մասին քիչ են ասել եւ խոսել, նա ուսումնասիրել է ուրեմն Աստվածաշունչը 12 լեզուներով։ Այո, ձեր նշած 12 լեզուներին նա տիրապետում էր, ընդհուպ բնագրից կարդալով եբրայերենը, ընդհուպ չինարեն եւ կարդացել դասախոսություններ Պետերբուրգի տարբեր ուրեմն լսարանների Այսինքն գործ ունենք հիրավի հանրագիտարանային գիտելիքների տեր մի անհատականության միանգամայն, սակայն հեղափոխությունից հետո նա թողեց իրավաբանությունը, դասախոսական աշխատանքը համալսարանում, ասեմ անկեղծ ինքը շատ ինքնուրույն բնավորության տեր անձնավորություններ, մինչև էտել ուրեմն հերույ էր բոլշևիկյան կարելի ասել կոմունիստական գաղափարախոսությունից, նույնիսկ Հովսեփ նամակներից մեկում հեգնում է եղբորը Ռուբենին, ասում է քեզ թողել են համալսարանում, որովհետև դու թարգմանել ես Մարքսի Կապիտալը։ Իհարկե դա այդպես չէ։ Եվ որոշ ժամանակ հեղափոխությունից հետո զբաղվում է դասախոսական աշխատանքով, իրավաբանություն չի դասում, լրիվ այլ առարկաներ, եւ 30-ական թվականների սկզբին վերադառնում է Պետերբուրգ, անցնում աշխատանքի Գիտությունների ակադեմիայի գրադարանում որպես թարգմանիչ։ Այստեղ էլ հանդիպելով ռուս ծովակալ Ֆոտ Իվանիչ Կրիլովին, որը դառնում է նրա համար կարելի ասել ճակատագրական եւ որոշում է զբաղվել ստորջրյա տեխնիկայի ուրեմն խնդիրներով։ Շատ բարի, պարոն Բալայան, փաստորեն մեր հայրենակիցը առաջին է շրջանառության մեջ դրել ստորջրյա հնագիտություն, հետո դա փոխել է հիդրոհնագիտություն, այսինքն ոչ միայն տերմին, այլև համարվում է ԽՍՀՄ-ում ստորջրյա հնագիտության հիմնադիրը։ Այս կարծես թե այսպես ասած ցամաքային հնագիտությունը ինչ որ կերպ հասկանում ենք, բարձր հողը փորում են, այդ հողի տակից ինչ որ բաներ գտնում են։ Ասենք 100 կամ 1000-ամյակներ տարիներ առաջվա վաղեմության։ Սակայն ստորջրյա հնագիտություն այդ հասկացողությունը այնքան էլ անկալելի չի կամ ականջի համար բոլոր դեպքերում համահունչ չի։ Գիտեք, դե նամանավատ այն ժամանակ, որովհետև իրոք ինքը բացեց այդ ուղղությունը որպես նոր ուղղություն հնագիտության մեջ, հիմա արդեն սովորական բան է դարձել եւ հսկայական գանձեր, sense ասենք, ոչ թե ոսկու իմաստով, այլ գանձեր հնագիտական տեսակետից գտնվում են ջրի տակ։ Եվ փաստորեն մեր հայրենակիցը, ինչպես ասացիք, ճիշտ Այսինքն խնդիրը, ընդհատեմ կնեք պարոն Բալայան, խնդիրը ոչ թե ծովի հատակից ինչ որ կործանված նավերում եղած այդ թանկարժեք իրեր զարդեր ոսկեր են գտնելն է, այլ ստորջրյա հնագիտությունը դա լուրջ գիտություն է, ոչ թե գանձերի փնտրում։ Հիմա լինելով այսպեսի բազմաշերտ զարգացած, sense ասենք, ինքը ամիջապես հասկացավ, որ դա պետք է դրվի գիտական հիմունքների վրա եւ ինչը ինքը արեց։ Առաջի անգամ փաստորեն ինքը միացրեց գիտությունը եւ սուզակների գործը։ Եվ փաստորեն իր հաջողությունը դրանով է պայմանավորված։ Իրոք շատ լուրջ ռելսերի վրա դրեց այդ ամեն ինչը եւ փաստորեն ինչպես ասացիք գանձերը հնագիտական նմուշներն են, ոչ թե ոսկի կամ փող եւ փաստորեն առաջի աշխատանքները, որը ինքը սկսեց Սևծովում, ինքը գտավ հին նավահանգիստներ Խերսոնես, Կերճ, Օլբիա եւ փաստորեն ինքը գտել է կառույցներ, երկու թե 3000 տարվա նավագել է գտե, չէ՞։ Այո, նավակ, բայց հիմնական առաջի իր գործը առաջի անգամ, որ 37 թվականին ինքը առաջի անգամ կազմակերպեց այդ հնագիտական աշխատանքները Սևծովում, ինքը սկսեց հենց կառույցներից, այսինքն նավահանգիստային կառույցներ, որը որ արդեն ջրի տակ են անցել եւ փաստորեն առաջի անգամ որ հետազոտել է դա էլ է գանձ, քարեր են, բայց դա էլ է գանձ, որովհետև թույլ տվեց եւ մոտավորապես թիվը հաստատել թե երբ է կառուցված եղել այդ նավահանգիստը եւ ցույց տվեց ոնց են կառուցել եւ շատ հետաքրքիր մոտեցում է ցույց տվել, ոչ թե այսինքն բացի նկարագրությունից ինքը տրամաբանությունն է օգտագործել, բարձրից տեսել է թե որտեղ է երևում այդ բոլոր դեպքերում երբ որ ջուրը թափանցիկ է, կառույցների, ասենք, հետքը գույնը փոխելուց եւ այլն հետքերը երևում են։ Պարոն Բալայան, մեր հայրենակիցը համարվում է հիմնադիրը այդ ուղղության, դա գիտության մեջ ուղղություն է, գիտական ուղղություն է եւ հետագա տարիներին
արդեն կամ հիմա կարող ենք փաստել, որ ստորջրահնագիտությունը կամ հիդրոհնագիտությունը արդեն կայացած գիտություն է։ Դե ընդհանրապես հա, Հայաստանում նոր է զարգանում, որովհետև Հայաստանի առանձին կանգնադառնան, բայց բոլոր դեպքերում այո, որովհետև փաստորեն ինքը Ռուսաստանում հիմք դրեց այդ ամեն ինչին եւ բոլոր սուզակները եւ հնագետները ընդունում են դա եւ ցավոք սրտի 43 թվականին իր մահից հետո բավականին երկար ժամանակ այդ ուղղությունը փակվեց կանգ առավ մինչև 50-ականների կեսերը արժանի շարունակող չկա իրեն այո եւ նոր 50-ականների կեսերին նոր սկսեց գլուխ նորից բարձրացնել եւ վերազարգանալ ասենց ասեմ Շնորհակալություն պարոն Մկրտչյան ողջ համացանցը հեղեղված է բազմաթիվ նյութերով որ ասենք Լեոնարդո դա Վինչին հայ եղե կամ Հայաստանում եղե բայց ոչ միտեղ հիմնավոր կամ փաստարկված ապացույց չկա Սակայն ծանոթանալով Ռուբեն Օրբելու գիտական գործունեությանը, իհարկե թռուցիկ ձևով, դուք ավելի հիմնավոր տեղյակ եք կասեք, այսպիսի մի տվյալի հանդիպեցի, որ Ռուբեն Օրբելին գիտականորեն ապացուցել եւ հիմնավորել է, որ Լեոնարդո դա Վինչին եղել է Հայաստանում եւ իր աշխատություններում կամ ձեռագրերում իթևս շատ աշխարհագրական վայրերն Հայաստանի գետերն են նշել։ Այո, նշել է։ Այո, այս հանգամանքը իրոք ապացուցված է։ Մի քիչ դժվարանում եմ ասել, բայց Օրբելին ապացուցել է դա։ Օրբելին անդրադարձել է Լեոնարդո դա Վինչիին, հայտնագործել Լեոնարդո դա Վինչիին աշխարհի համար, այսինքն դա Վինչին գրել էր մի աշխատանք, ստեղծել էր ջրասուզակի այդ կոստյումը ինքը դա Վինչին։ Եվ նկարագրիչ գիտեր ամբողջ աշխարհը, բայց շնորհիվ Ռուբեն Օրբելու նաև ուրիշ մեկ այլ դա Վինչի ճանաչվեց։ Չգիտեին նրան չէին ճանաչում։ Օրբելին Ռուբենին հաջողվեց։ Դա ինչ կոստյում է ջրասուզակի կոստյումը, այո։ Դա Վինչին ստեղծել այդ ջրասուզակը։ Այո, կոստյումը, բայց ինքը գրել էր գաղտնագրերով, ու իր հայտարարությամբ իջար մարդու որ դա չօգտագործվի։ Եվ ի պատիվ Ռուբեն Օրբելու պիտի ասենք, որ նա միանգամայն պրոֆեսիոնալ մակարդակի վրա վերլուծեց ինչ դավինչյան ուրեմն ջրասուզակների տիպերը եւ այն նորամուծությունները, որ կատարել է դավինչին։ Եվ այդտեղ այո, ինքը անդրադառնում է այդ խնդրին, ձեր ասած Հայաստանի գետերի լճերի մասին, որ դավինչին նշում է, ինքն էլ ասում է, որ պետք է որ եղած լիներ Հայաստանում, որ նշում է, որ այդքան լավ գիտի իր ուրեմն աշխատանքի մեջ նշում է։ Սա ես կուզեի ասել, որ կարևոր գործերից մեկն է այս աշխատանքը Ռուբեն Օրբելո, բայց պակաս կարևոր չէ նրա մյուս երկու աշխատանքները։ Այսինքն Ռուբեն Օրբելուն հանձնարարվեց ուսումնասիրել ստորջրատեխնիկայի պատմությունը, բայց իհարկե նա լինելով լայնամասշտաբ գիտնական չէր կարող զուտ կենտրոնանալ տեխնիկայի խնդիրների վրա։ Նա տվեց նաև ջրասուզակի կերպարը, ջրասուզակի սոցիալական դերը, նրա աստիճանը այդ հասարակական ուրեմն այս հիերարխիայում մանրակրկիտ վերլուծեց ով է ջրասուզակը, ինչ է իրանից ներկայացնում եւ այստեղ հետաքրքիր է որ քանի որ գիտեր շատ լեզուներ նախ եւ առաջ ուսումնասիրեց անտիկ հեղինակների գործերը Հերոդոտ, Ստրաբոն, այնտեղ Սոկրատես, Պլատոն բնականաբար դա Վինչի հա ովքեր անդրադարձել էին ջրասուզակի կերպարին ավելի պատկերավոր արտահայտելու իրենց մտքերը այնտեղ ընդհանրենք ռազմի մի տեսարան է ներկայացնում զինվորը խփվել է այն գնում է եւ նա նմանեցնում է ջրասուզակի թռիչքին բայց իհարկե հեգնելով որ ջրասուզակը դա շատ ավելի լավ կաններ այստեղ շարունակելով աշխատանքները Ռուբեն Օրբելին գրեց նաև Մոսկովյան Ռուսիայի ջրասուզակները, բացահայտելով որ Ռուսիայում եղել են ջրասուզակներ, որոնք հիմնականում զբաղվել են ձկնորսությամբ։ Համոզված եմ, որ մեր միջնադարյան հայկական ձեռագրերը եթե լավ ուսումնասիրվի, հաստատ այնտեղ էլ ջրասուզակների կամ այդ ստորջրի աշխատանքների վերաբերյալ հաստատ շատ վկայություններ կհայտնաբերվեն։ Անշուշտ կարծում եմ, որ այս աշխատանքները դեռ արխիվում են մեր ուրեմն արխիվների, փաստերի ուսումնասիրությունը ու նոր էջեր կբացահայտվեն հայ իրականության մեջ։ Որտեւ լեռնային երկրից
դուրս եկած նկատի ունեմ 20-րդ դարի աշխարհագրական վարչական սահմանները դուրս եկած անձնավորությունը ստորջրյա հնագիտության հիմնադիր համարվի եւ նրա ապրած ծննդավայրում այդ ժամանակ ծով չի եղել։ Ես չեմ զարմանում։ Մի փոքր կուզեի ավելացնել, պարոն Ավագյան, որ Ռուբեն Օրբելուն ընդամենը հանձնարարված էր տեխնիկայի պատմությունը ներկայացնել։ Էպրոնի կազմում էր, Էպրոնի հանձնարարությամբ գլխավոր վարչության հանձնարարությամբ էր դա տրված, բայց նա այնքան լայնորեն ներկայացրեց ջրասուզակին, որ եւ Օրբելյանի տաղանդով գնաց առաջ, ոչ միայն ներկայացրեց պատմությունը, այլև կատարեց հաջորդ քայլը, այսինքն հիմնեց ստորջրյա հնագիտությունը, որ մենք ասեցինք, պարոն Բալայանը, որ շատ լավ ներկայացրեց, 37-39 թվականների հատկապես ամփոփելով իր աշխատանքները նամակ գրեց Կամարովին, Գիտությունների ակադեմիայի ուրեմն նախագահին, առաջարկելով նրան ծրագիր, առաջարկելով նրան ուրեմն մի ամսի ծրագիր, որը բերում է մի նոր գիտության ճյուղի ստեղծման։ Հենց այդ հարցն է հնագիտության ցանկանում պարոն Բալայանի շարունակենք։ Նաև թե պարոն Մկրտչյանի ասած մտքի շարունակություն եւ ձեր նախորդ փաստորեն ոչ միայն ջրասուզակություն, այլ ստորջրյա հնագիտություն։ Այդ Կամարովի գրության մասին ասած Իսակովի հաղորդման ժամանակ դուք հանգամանալից ներկայացրեցիք Իսակովի այդ ստեղծած ծովային ատլասը, որը նախադեպը չի ունեցել եւ մինչ այժմ երկրորդը չունի։ Այսպիսի մտքի տեղեկության հանդիպեցի, որ Ռուբեն Օրբելին առաջարկել է, տեղյակ չեմ, նա ստեղծել է թե չէ, բայց առաջարկել է, որպեսզի ստեղծվեն ստորջրյա քարտեզներ։ Ուրեմն ինքը կոչել է այդ ուղղությունը, ուրեմն ստորջրյա պատմական աշխարհագրություն, այդ ուղղությունը եւ հնագիտական քարտեզներ։ Դա էլ է մի քիչ դժվար անցալելի։ Պատմական աշխարհագրություն գիտենք, մեծ հայքի նահանգները, գավառները, բայց ստորջրյա պատմական աշխարհագրություն առաջ անգամ եմ լսում այդպիսի արտահայտություն։ Հիմա ինքը մի քանի առաջարկությունով այդ Կամարովի նամակի մեջ, Կամարովին ուղղված նամակի մեջ մի քանի ուղղություն առաջարկել։ Առաջինը, որ ստեղծվի հիմնական պետական ինստիտուտ, որը որ պատրաստի մասնագետներ ստորջրյա հնագիտության համար, բացի դրանից ինքը կոչ էր անում ստեղծել թանգարան, որովհետև ինքը սպասում էր, որ բազմաթիվ նմուշներ պետք է հանվեն ջրի տակից։ Այսինքն այդ նմուշները ոչ թե ընդհանուր մյուս թանգարաններում պահպանվեն ցուցադրվեն, այլ զուտ ստորջրյա այսպես ասած որովհետև ինքը շատ հնագիտության թանգարան, որովհետև ինքը շատ քաջ գիտակցում էր, որ այդ նմուշները ջրի տակի լրիվ ուրիշ ձևով պետք է պահվի, ուրիշ ձևով պետք է մշակվի եւ պահպանվի։ Եվ իրանց համար հատուկ պետք է ստեղծվի առանձին թանգարան։ Մեթոդներն էլ է, չէ՞ մշակել այդ պահպանման։ Այո, եւ կարծում եմ շատ կարեւոր է, որ ինքը հիմք դրեց հուշարձանների պահպանման ուղղությունը, ստորջրյա հուշարձանների, որովհետեւ արդեն այն ժամանակ թալանվում էր եւ սև շուկայում շատ հաճախ կարելի էր հանդիպել իրեն, որոնք մեր հանրապետությունը, պարոն Բալայան, այդ ստորջրյա հնագիտությունը։ Այո։ Այդպիսի բան կա։ Գիտեք, սկսվել է 3 տարի առաջ եթե չեմ սխալվում, Սևանում, այո։ Գետեր այնպիսի մեծ խորը գետեր չունենք ցավոք սրտի ներկայիս սահմաններում, որ գետերում էլ։ Հա, առայժմ դեռ չունենք։ Առայժմ, այո, առայժմ չունենք։ Բայց Սևանում արդեն մեր սուզակներից մեկը, այսինքն հայաստանցի Վահեն, 3 տարի առաջ մոտավորապես Սևանի հատակում գտավ մի նավակ, մոտ 8-9 մետրանոց նավակ, փայտե։ Քանի տարվա է դա։ Ուղարկվել է, նմուշները ուղարկվել են Գերմանիան, ինչքան ես գիտեմ Գերմանիային ուղարկել հնագիտական ինստիտուտից, որպեսզի մոտավորապես կարողանան թվագրել այդ նավակը, բայց հետաքրքիր է, որ գամերը Դարփինի աշխատանքա եւ այլն բավականին հին, բայց ինչքան հին, դա 50-100 տարի կամ մի քանի 100 տարի պետք է գիտնականները պատասխանեն, բայց բոլոր դեպքերում այն, որ մենք ունենք, արդեն սկսվել են աշխատանքներ, դա փաստ է։ Այսինքն Սևանա լճում ստորջրյա այդ հնագիտական աշխատանքները հույս ունենանք, որ ժամանակի ընթացքում զարմանալի գտածոներ կհայտնաբերվեն։ Շատ ինձ ուրախացնում է այն պահը, որ մենք
Ռուբեն Օրբելու հետքերով գնալիս համագործակցում են գիտնականների հետ, այսինքն ցանկացած գտածոն եւ այլն ցույց է տրվում եւ կարծիք է խորհրդակցվում է եւ կարծիք ենք հարցնում գիտնականներին, նույն օրինակ հնագետներին եւ դա իրանց ձեռքերով է անցնում սկզբից։ Փաստորեն որոշվեց, որ այդ նավակը մնա ջրի հատակին, որովհետև նախ պետք է ուսումնասիրվի, որովհետև եթե ուղղակի փայտերը հանենք, դա ինֆորմացիայի 90%-ը կկորչի։ Պետք է քարտեզ ստեղծվի եւ այլն եւ հետագայում թե ոնց է նավակը պարկած եւ այլն կարելի է վերականգնել եւ նավակի տեսքը շատ ավելի ճշգրիտ, քան թե առաջի հայացքից։ Շնորհակալություն։ Պարոն Մկրտչյան, ավելացնեմ, մեզ մոտ վերջերս եղավ նաև մի ջրասուզակ, որը բավականին լուրջ պաշտոն է զբաղեցնում, հայտարարեց, որ իրենք հայտնաբերել են նաև քաղաք։ Սևանի հատակին։ Սևանի հատակին, Արտակը։ Հա։ Դե համոզված ենք, որ մի օր այդ քաղաքը ամբողջությամբ կպեղվի։ Պարոն Մկրտչյան, դուք ձեր խոսքի սկզբում նշեցիք Թանգանի մասին, խնդրում եմ Թանգանի գործունեությունը եւ մասնավորապես Ռուբեն Օրբելու հետ կապված սեղանին տեսնում եմ դա հավանաբար Թանգանի հրատարակությունն է Ռուբեն Օրբելու վերաբերյալ այդ հուշամայցանը նաև մեր հերոստատիտողներին ցույց տակ մոռացությունից դուրս բերելու համար Ռուբեն Օրբելուն մենք այսքան տարիներ փորձել ենք հանրահռչակել, հանրության ներկայացնել եւ փորձեցինք մի բան անել իր հրատարակած աշխատանքները այդ աշխատանքները արդեն մատենագրական հազվագյուտ նմուշներ են 30-ական թվականներին հրատարակված մենք թարգմանեցինք հրատարակեցինք հայերեն կոնկրետ այս գրքը հայերեն եւ ռուսերեն է աշխատանքները մեր ուրեմն լայն հայ ընթերցողների համար ուրեմն հրատարակել ենք այս գիրքը եւ ազատորեն կարող են ծանոթանալ Ռուբեն Օրբելու աշխատանքներին բայց ես մի պահի վրա էլ կցանկանայի կանգ առնել, նու մի քիչ սենսացիոն է հնչում, բայց պիտի ասեմ։ Խնդրեմ արդեն։ 37 թվականին Կամարովի նամակը լայն արձագանք գտավ եւ Օրբելուն լայն աջակցություն։ Այդ նամակը կա այս գրքում։ Կա այս գրքում, այո, իհարկե։ Լայն աջակցություն սկսեցին ցուցաբերել Ռուբեն Օրբելուն, նաեւ կարծում եմ մի փաստի շնորհիվ, որը մինչ այժմ չի գրվել, չի խոսվել, բայց մեզ արդեն բազմաթիվ անգամ այցելուներ եւ կարող եմ ասել անվտանգության նախկին աշխատակիցներ, բավականին պատասխանատու աշխատակիցներ մեզ իլրումն մեր էքսկուրսիայի ավելացրել են, որ նա հայտնաբերել է Սև արքայազն անգլիական այդ ռազմական խորտակված նավի ոսկին դուրս է բերել կոկտեբելից դա կազմել է մոտարապես 6-ից 7 միլիոն դոլար այն ժամանակվա ուրեմն համար եւ այդ ոսկին հիմնականում օգտագործվել է մեր երկրի ուրեմն արտոնաբերության զարգացման մեջ, այսինքն դա տանկեր են, ինքնաթիռներ են, հրանոթներ են եւ այլն։ Ստոջերը հնագիտությունը նաեւ ծառայում է պետության պաշտպանունակության կամ տնտեսական հզորության կայացմանը։ Եվ բավականին օգտակար գիտական ճյուղ է։ Երբ որ կարդացեք Կամարովի աջակցությունը, ընդհանրապես նյութական աջակցությունը եւ այնտեղ մեզ մոտ խորհրդային միությունում նորություն էր այդ ճապոնական դիմակը ջրասուզակի, հենց տրամադրում են իրեն, իր արշավախմբին, կարծում եմ, որ կարևոր իրոք գտել էինք այդ ոսկին եւ դա կարևոր խթան է հանդիսացել։ Ոսկին պարզ է, չի լինի, բայց թանգարանում ցուցադրվում է այդ ստորջերը հնագիտության հետ կապված որևիցե ցուցանմուշ կա։ Ցուցանմուշ, այնտեղ 1-2 ցուցանմուշներ կան, թուրքական մի ծխամորճ գտնված Օդեսայից, որ ուղարկել են Օրբելուն փորձաքննության, պահպանվել էր, մնացել էր տանը, ընտանիքը հանձնարարել է մեզ, իսկ հիմնականում լուսանկարներ են ինքը աշխատանքի պահին եւ այդ մակույկը, որ դուք ասացիք 3000 տարի առաջ հայտնաբերված բուգետից, պատրաստված կաղնու փայտից 37 թվականի սեպտեմբերի 12-ին բարձրացրել են ջրից, հոկտեմբերի 25-ին այդ մակույկը ցուցադրվել է, այո, Պետերբուրգի ռազմածովային թանգարանի հպարտություն մեզ պիտի ասենք թիվ 1 ցուցանմուշն է համարվում։ Թե էքսկուրսիան սկսվում է այդտեղից։ Շատ բարի։ Պարոն Բալայան, հաղորդումը ավարտելով մեկ հարց եմ ուզում ձեզ ուղղել։ Տեղեկացա, որ դեռևս 99 թվականին
Ռուսաստանում ստեղծվել է ջրասուզակային գործի զարգացման եւ պատմության ուսումնասիրման ընկերություն եւ այդ ընկերությունը, այդ Ռուսաստանի այդ ընկերությունը անվանվել է մեր հայրենակցի Ռուբեն Օրբելու անվամբ։ Ջրասուզակային գործ մեր հանրապետությունում կա թե չկա, նկատի չունեմ զուտ Սևանում այդ փրկարարական ծառայությունը։ Զուտ ջրասուզակային գործ։ Կա իհարկե, կա, եթե չեմ սխալվում, 2, եթե ոչ ավել, կամ կարող է 3, ասենք, դպրոցներ ստեղ, որ դասավանդում են ջրասուզակային գործ։ Եվ բավականին մեծ քանակությամբ ջրասուզակներ ունենք արդեն։ Այսինքն ինչի դա ինձ հետաքրքրեց, եթե բուն Ռուսաստանի Դաշնությունում նման այդ ռուսաստանյան մասշտաբի ընկերություն է ստեղծվել եւ հենց մեր հայրենակցի անվանումը է կոչվել, նա ծննդավայրում Հայաստանում նույնպես պետք է նրա ավանդույթները այդ տեսանկյունից շարունակվի։ Համաձայն եմ դες հետ, ուղղակի տարբեր խմբեր են, տարբեր ուղղություններ այդ դպրոցների, բայց կարելի է մտածել այդ ուղղությամբ, որ հիշենք մեր տենց անենք, որ միշտ հիշվի այդ մարդը, որ Օրբելին, որ հիմնադիր եւ այլն։ Նրա ծննդավայր, նա հայրենիքում Հայաստանում պետք է հիշեն եւ հիշեն։ Եվ եթե նման ընկերություն մեր հանրապետությունում ստեղծվի, բնական է, որ պետք է Ռուբեն Օրբելու անվան կոչվի։ Եթե կարելի է մի փոքր ինչ մի 10 վայրկյան։ Ռուբեն Օրբելին երևի թե արժանի չէր լինի իր կրսեր եղբայրներին, եթե նա էլ չմտածեր նույն ձևով, ինչ որ կրսեր եղբայրները։ Երբ որ Լեոն Աբգարովիչը ուսումնասիրում էր ֆիզիոլոգիան, նա ընդհանրապես զուտ իր գիտական հետաքրքրությունները չէր բավարարում։ Իր ուսումնասիրությունների արդյունքում նա հզորացրեց մեր երկիրը, այսինքն ավիացիոն բժշկություն, տեզերական բժշկություն եւ այլ ստորջրաֆիզիոլոգիա։ Նրա այդ ուսումնասիրությունների արդյունքում համաշխարհային 20 ռեկորդ է ստորջրյա ուրեմն դրվել։ Հովսեփ Օրբելին ստեղծելով մեր ակադեմիան գիտությունները զարգացնելուց զատ նրա առաջին խնդիրն էր ստեղծելու գիտականահենք տնտեսություն հանրապետությունում, զարգացնելու տնտեսությունը։ Եվ Ռուբեն Օրբելին էր այս ամբողջ ուսումնասիրությունները, կազմակերպչական աշխատանքները տանելով առաջի հերթին գտնում էր ջրասուզակային գործը պետքա զարգացնել առաջի հերթին ուրեմն տնտեսության ուրեմն զարգացման համար այդ ծովերում գետերում ռազմական նպատակներով եւ այսօր մեր արչեւ մեր հանրապետության արչեւ կանգնած է կարևորագույն խնդիր հայտարարվել է գերակաճյուղ զբոսաշրջությունը մենք Սևանը շատ քիչ ենք օգտագործում եւ գրեթե չենք օգտագործում Սևանը մենակ լողանալու համար չի ամառվա տաքամիսներին Սևանում պետք է ջրասուզակային գործ զարգացնել դրանից բխող մնացած բոլոր ուղղությունները Այն նշեցիք ռազմական, այն որ Օրբելուց հետո չգտնվեց մեկը ունենար Օրբելու հեղինակությունը շարունակել Ռուսաստանում այդ գործը, հետագայում նրանք զգացին դա, երբ որ այդ գործը աշճանաբար մարվեց եւ 2000 թվականին, երբ Կուրսկ Սուզանավը խորտակվեց, պարզվեց Ռուսաստանում համապատասխան ջրասուզակներ չկա, նրանք Դանիայից թե Հոլանդիայից կանչեցին այդ փրկարարական աշխատանքները կատարելու համար։ Եվ մեր հայրենակցի ստեղծած գիտության այդ ճյուղը միշտ էլ արդիական է լինելու։ Մենք էլ չպիտի բավարարվենք միայն փրկարար ջրասուզակներ ունենալով, այնտեղ մենք լայն պետք է ծավալենք այդ գործունեությունը։ Շատ բարի։ Հարգելի բարեկամներ, կրկին շնորհակալություն հաղորդմանը մասնակցելու ձեր պատրաստակամության համար։ Համոզված եմ, որ հաղորդման ընթացքում նշված այս մտքերը, ինչու՞ չէ առաջարկները վաղ թե ուշ մեր հանրապետությունում կյանքի կկոչվեն։ Հարգելի հեռուստադիտողներ, հայրենիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր ԽՍՀՄ-ում ստորջրյա հնագիտության հիմնադիր անվանի գիտնական Ռուբեն Օրբելուն։ Առայժմ այսքանը ճանաչենք հայրենիներին։